ոչ մի պաշտոնյայի թույլ չեմ տվել ու թույլ չեմ տալու, որ իմ քաղաքին մեր ուժեղ, հզոր, կորուստներով լի, դժվարություններով, փորձություններով անցած քաղաքին նայեն ռայոնի աչքերով։ Տարբեր տեսակի այս ընթացքում խոսակցություններ բոլորի ականջին հասել են։ Ընտրվան չեն թողալու, տապալելու են, խլելու են, ժողովուրդ խլում են այն մարդու ձեռքից, ով որ թույլ, ով որ չի կարող պահել։ Այո, մենք տեսանք, որ Գյումրի քաղաքում իշխանությունը, ժողովրդի իշխանությունը խլեցին ժողովրդի ձեռից։ Խլեցին ժողովրդի ձեռից, այդ ամեն ինչը ունի իր այս ճանապարհը, անցած ճանապարհը։ Բալասանյան դաշինքը, իրեն ասեմ, որ շատ լավ հարաբերությունների մեջ են Բալասանյանների ընտանիքի հետ։ Նույնիսկ կարող եմ ասել են իրական հարաբերությունների մեջ են։ Բայց Բալասանյան դաշինքը չկարողացավ պահել ժողովրդի քրեն, չկարողացավ այդ մի փոքր ավել դուխը դնել այս պրոցեսների մեջ ու գնալ առաջ։ Հասկանալի է, ընտանիքի տղային կալանքի են վերցրել։ Ընտանիքի տղային ճնշելով ստիպեցին հրաժարվել ժողովրդի քվեից։ Ես կնախընտրեի ու կնախընտրեմ ժողովրդին կալանքը, բայց չեմ նախընտրի ժողովրդին հուսախապանելը։ Ամեն ինչը մարդեն, տղային, այս ամեն ինչը բոլորիս համար է։ Ես այն թեկնածուների չեմ, որ եկել եմ ընտրություններին մասնակցելու, որպեսզի մի քանի տոկոս ձայն հավաքեմ, մի քանի ավականու անդամներ ունենամ եւ գնամ Երևան պարզենամ, թե տեսեք ես էլ Գյումրիում ավականիներ ունեմ, տեսեք ես Գյումրիում որոշակի չափով ներկայացված եմ։ Ես ամեն ինչ դրել եմ մի կողմ, բոլորը տեսնում եք երկրում ինչ է կատարվում, այն մարդիկ ովքեր գլուխ են բարձրացնում, այն մարդիկ ովքեր պատրաստ են որոշակի քայլերի գնալու, այդ մարդկանց նկատմամբ սկսվում է մեծ ճնշումներ։ Ես գիտակցաբար մտել եմ այս ամեն ինչի տակ։ Բոլորը ժամանակի ընթացքում ասել են, լավ չկա մեկը, չկա պես մի հատ տղա, որ գա կանգնի, ելին կանգնի այդ մարդու կողքը։ Ելին կանգնի ցույց տան, որ այն ինչ որ այս ամեն ինչը այստեղ արվում է, հենց այնպես չէ, որ մենք համակերպվում ենք այդ ամեն ինչի հետ։ Կա այդտեղ ժողովուրդ։ Նախընտրական քարոզարշավի առաջի օրը պաշտոնապես հայտարարում եմ բոլորիդ։ Իմ հետ կապված չկա ոչ մի բան, որ այս ընթացքում փորձեն օգտագործել իմ դեմ։ Բայց չկա չի նշանակում, որ չի կարող լինել։ Չի կարող հորինվել։ Մենք այսօր տեսնում ենք, թե այս երկրում ինչքան բան է հորինվել, ինչքան բաներ են հորինվում մեր աչքի առաջ։ Ժողովուրդ բոլորիդ հայտարարում եմ։ Եթե հանկարծ լինի նմանատիպ բան, եթե հանկարծ փորձեն մեր նկատմամբ, իմ նկատմամբ ինչ-որ ճնշումներ, ես երբեք, այսպես ասեմ, շարի ու շանտաժի ետևից գնացող չեմ եղել եւ չեմ էլ գնալ։ Ուղղակի ասում եմ, հորդորում եմ բոլորիդ, մինչև վերջ գնալ։ Անկախ նրանից դրսում կլինեմ, ներսում կլինեմ, գիտեցեք, որ անպայման մինչև վերջ գնալու եք առաջ։ Մինչև վերջ գնալու եք, պայքարելու եք ժողովրդյան, որպեսզի մենք այն կարևոր այն բաղձալի հաղթանակը տեսնենք եւ երկիրը դուրս բերենք այս վիճակից։ Հավատացեք, այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի բնակիչները, բոլոր քաղաքների բնակիչները մեր երեսն են նայում։ Մենք պիտի ցույց տանք գյումրեցու թասիբը, գյումրեցու ճիգյարը, նամուսը։ Մենք պիտի ցույց տանք ու մենք պիտի օրինակը լինենք։ Մենք պիտի օրինակը ծառայենք։ Սրանից հետո գալու է Կիրովականի, Վանաձորի ընտրությունները։ Գյումրիով սկսվելու է ամեն ինչ։
համոզված եմ, մենք համախմբված գնալու ենք այս ընտրություններին ու ցույց ենք տալու, որ այդ մի քանի տոկոսով ձեների արդյունքում իշխանությունը, որ վերցրել են, ու այսքան բանը մեր ժողովրդի գլխում անում են, ու այդ ամեն ինչը մեր վրա է մնալու վերջում, թե դուք ընտրեցիք, դուք տվիք հնարավորությունը, մենք այդ ձեր տված քվեի շնորհիվ ինչ կարողացանք ձեր գլխում անելու արեցինք, այսքանով բավարարվեք։ Մենք Գյումրիով այդ ամեն ինչի մեկնարկը տալու ենք։ Ամենավադը, այսպես ասեմ, մեզ համար չարիքների չարիքը համարվում է ոչ թե այսօրվա գործող իշխանությունը, այլ անտարբեր քաղաքացի։ Անտարբերությունը ժողովուրդ գիտեցեք, անտարբերությունը ավիրեց մեզ, անտարբերությունը դրա արդյունքում կորցրինք Արցախը, կորցրինք մեր սահմանները, կկորցնենք մեր հայրաքաղաքը եւ չկա Աստված իհարկե եւ կկորցնենք նաեւ մայրաքաղաքը։ Մենք ամեն մեկս նստած մտածում ենք մեզ չի հասնելու այդ ամեն ինչը։ Արցախցու վիշտը մենք չենք տեսնելու։ Նախ Արցախցու վիշտը մեր վիշտն է։ Եթե կա մեկը, որ մտածում է այդ Արցախցու վիշտն է, այդ մեզ հետ կապ չունի, այդ հայի հետ կապ չունեցող մարդն է։ Մենք բոլորս միասին խնդրանքս է, անտարբերությունը չարիք է, հորդորեք ձեր բարեկամներին, ընկերներին, թիմագիստներին, բոլորս միասին դուրս գանք փողոց, մարդ առ մարդ, մոտենանք, բացատրենք, համոզենք, չգիտեմ այս կոչը, այս խոսքը, ինչքանով հասանելի կլինի մեր մյուս գյումրեցիներին, ամեն մեկը տարեք այս խոսքերի, այս մտքերի, այս ցանկությունների քարոզիչը ժողովուրդ։ Այս տարբերակով մեկս մյուսովս միայն կարողանանք հասնել հաղթանակի։ Հավատացեք, ես քաղաքապետ դառնալու համար չեմ միայն, որ մտել եմ այս պայքարի մեջ։ Ես պաշտոնակռիվ տվող չեմ, ես պաշտոնամոլ չեմ։ Են Մուրադի կինոյի պես կսե պաշտոնն է, կաշտոնն է, որ քեզի պիտի գեղեցկացին է, հմի մեր է ժողովուրդ չան, պաշտոնն է, որ քեզի պիտի քաղաքում կամ երկրում ճանաչելի դարձնի։ Պաշտոնը չէ հարցը։ Հարցը իրավիճակն է, որ պիտի ճիշտ կողմնորոշվենք։ Ճիշտ կողմնորոշվենք ու մենք այս պայքարով կանխելու ենք թե սահմանադրական փոփոխությունները, թե մնացածը ինչ որ արջերում սպասվում է մեզ, Գյումրիով կանխելու ենք, միայն Գյումրու ընտրություններով ունենք հնարավորություն այդ ամեն ինչը կանխելու։ Հիմա այստեղ չեմ ուզում որպես մեղադրանք, բայց գյումրեցիները պիտի հասկանան։ Այդ ամեն ինչի վադի իրականություն դառնալը միայն հնարավոր կլինի գյումրեցիների անտարբերությամբ։ Կորուստների շարունակությունը միայն պայմանավորված կլինի մեր անտարբերությամբ։ Եթե մենք ուշքի կգանք, եթե մենք լավ կմտածենք ու գործի կկրնենք, առաջիկայում մեր երկիրը թոթափելու է վիրուսներից այս դժվարությունների, դժբախտությունների շարանը։ Իշխանությունների կողմից միշտ մեղադրանք է հնչեցվում ու նաև որոշակի չհագերտավոր արտախորհրդարանական ընդդիմադիրների կողմից, որ ինչու խորհրդարանական ուժերը, մանդատները վայր չեն տվել։ Երևի թե բոլորդ ինձ լավ ճանաչում եք ու լավ գիտեք, որ ոչ պատգամավորական աշխատավարձն է ինձ հրգել կամ ինձ պահում ես ամեն ինչին։ Ես նամուս ու թասիվ ունեցող մարդ եմ։ Այսքան երեխեքի, այսքան զոհերի այրանքնով ես ոչ մանդատ կպահեմ ժողովուրդ, ոչ քաղաքապետի աթոռ կպահեմ, ոչ աշխատավարձ կպահեմ։ Ես կարիքը չունեմ։
Ես ապահովված ընտանիքի տղա եմ։ Ես ապահովված ընտանիքի թոռ եմ, զավակ եմ, հայր եմ, պապ եմ։ Այստեղ շատերը իմ հոր, իմ երջանկահիշատակ պապի տարիքի մարդիկ են նստած։ Սիրելի աղետներ, այսօր բոլորի գործը պիտի լինի մեկը, պայքարեք ձեր թոռների վաղվա օրվա համար։ Եվ ես որպես 44 տարեկան տղա, ես էլ ձեզանից մեկը, ես էլ եմ պայքարում իմ 4 թոռների համար։ Ես էլ եմ պայքարում, որ իմ թոռները այս քաղաքի մեջը, այս երկրի մեջը կարողանան անփորձանք խաղաղ ու երջանիկ ապրել։ Այն հայտնի խոսքա չէ, թե մեր երկրի մեջը, մեր քաղաքի մեջը հարուստի ու քյասիդի տարբերությունը ուշտ փորով եղել է։ Մնացածս ինչ կա, սաղս նույնն է վայելում, ժողովուրդ ջան։ Ինչ է պետք։ Պետք է, որ մեր նորընտիր քաղաքային իշխանությունը իրականում մտածի այնպիսի քաղաք կառուցելու, քաղաքին այնպիսի գույներ տալ, քաղաքին այնպիսի հնարավորություններ տալ, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունեցող թե չունեցող մարդ այս քաղաքում ապրելուց բավականություն ստանա։ Երջանիկ լինի։ Մենք ասում ենք գյումրեցիները նմրուդ են, գյումրեցիները խոժոր են, բայց գյումրեցիների փոխարեն ով լինի, որ այդ վիճակում չլինի։ Կորուստներ, երկրաշարժի կորուստ, պատերազմի կորուստ, կորոնավիրուսի կորուստ, այս ամեն ինչը գենետիկորեն մեր մեջ արդեն այդ կորուստները նստել է ու իր բացասական ազդեցությունը թողել է ու թողնելու է ոչ միայն այն սերունդի, որի ներկայացուցիչ նաև ես եմ, ոչ միայն մեր վրա, այլ մեզանից եղած երեխաների վրա, թե առողջականով, թե մտավոր, թե հոգեպես, գենետիկորեն այդ ամեն ինչը մեր մեջ մտել է։ Իմ ուզածը այն է, որ մենք չհիասթափվենք, հիասթափությունը չարիք է։ Հիասթափվում ենք, չենք մասնակցում, ջուր ենք լսում այն մարդկանց չհրատացին, ովքեր որ ամեն ինչ անում են, որ դուք տներից դուրս չգաք, դուք չհավատաք, դուք ինքներդ ձեզ չհավատաք։ Ամեն ինչ արվում է միայն դրա համար, ժողովուրդ, որպեսզի դուք ձեզ չհավատաք։ Մեր առաքելությունն է այն է, որ մենք ձեզ ասենք, գալատ են արել, որ փորձում են ձեր մեջ այդ հավատը, հույսը ու այդ ամեն ինչը կոտրել։ Մենք կանք, մենք ձեր կողքին ենք, մենք ամեն ինչ կանենք, որ Գյումրեցին շարունակի ժպտալ, Գյումրեցին շարունակի ստեղծագործել, Գյումրեցին շարունակի տարբեր մրցահարտակներում չեմպիոնների ձեռքը վեր բարձրացնել, Գյումրեցին մշակույթի մեջ փայլի, Գյումրեցին իր հպարտ կեցվածքը երբեք չկորցնի։ Ես որպես գյումրեցի պատրաստ եմ ու իմ անձը, իմ անունը, իմ